Անցած գիշեր, մայիսի լույս 13-ի գիշերը, Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել։ Այդ կրակահերթերը լսվել են նաև մայիսի 13-ի առավոտյան, ժամը 7:20-ից մինչև 7:40, մոտավորապես 20 րոպե տևողությամբ։ Այդ կրակոցների ձայներն այնքան ուժեղ են եղել, որ Բերդ քաղաքում, որը Մովսես բնակավայրից հեռու է 16 կիլոմետր, դրանք լսելի են եղել։ Բնակիչները չգիտեն, թե այդ կրակոցները ինչ ուղղությամբ են եղել, դրանք հաստատ գյուղի ուղղությամբ չեն եղել, բայց դրանք սովորական երևույթ էին, որովհետև վերջին շրջանում մոտավորապես 1 ամսում անդադ Մովսես գյուղի բնակիչները գիշերները կրակահերթեր են լսում, բայց այս անգամ տարբերությունն այն է, որ կրակոցները եղել են նաև ցերեկով, այսինքն առավոտյան։ Բնակիչները խուճապի չեն մատնվում, նրանք սահմանագոտու բնակիչները տեսել են եւ ավելի վատ բաներ, ավելի ուժգին կրակոցներ, բայց բոլոր դեպքերում այդ կրակոցները հաճելի չեն եւ որոշակի չափով անհանգստացնում են։ Ասել թե ինչով է դա պայմանավորված չեմ կարող, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ սա Ադրբեջանի կողմից որոշակի հոգեբանական ճնշում է, որպեսզի զիջումներ արվեն, նոր զիջումներ արվեն Ադրբեջանին։ Հուսամ, որ իրավիճակն ավելի չի վատանա եւ այդ կրակոցները նպատակային թիրախային չեն լինի։